Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայաքվեի քաղխորհրդի անդամներ Մենոա Սողոմոնյանը եւ ես Դավիթ Սարգսյանս այսօր հայցելել ենք Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Բլագոդարնոյի գյուղ։ Բլագոդարնոյի դպրոցը մեկն է այն 231 դպրոցներից, որը սեպտեմբերի 1-ից այլևս չի գործելու եւ աշակերտները հաճախելու են հարևան Կաթնառատ բնակավայրի միջնակարգ դպրոց։ Կաթնառատ այստեղից 4 կիլոմետր հեռավորության վրա է։ Մենք պատրաստվում ենք խոսել բնակիչների հետ, լսենք իրենց կարծիքները, իրենց մտահոգությունները։ Գյուղում մոտավորապես 50 աշակերտ կա։ Սա գյուղի դպրոցի շենքն է, վերանորոգված է, նվազագույն պայմաններ առկա են, կահավորումը կա, մենք մտանք դպրոց։ Կփորձենք գտնել Բլագոդարնոյի գյուղի մի քանի բնակչի, որոնք խոսեն իրենց որպես ծնողի եւ իրենց աշակերտ երեխաների հիմնախնդիրներից։ Ծանոթել են, որ սեպտեմբերի 1-ից էլ ստեղ դասի չեն գնալու ձեր երեխեքը, հա։ Ընդհանուրն չէ, գյուղում են ասել, տները ընդհանուր են ասել։ Ու ձեր կարծիքը չեն հարցրել, եկել են ուղղակի տեղյակ են պահել։ Հա։ Դե խնդիրը է դեմն քարտեն չգիտենք ինչ ցավը տանը։ Մենք չենք ուզել խոսքանակ վաղը միսը թորնը մեծացավ խիդի այդ այլը։ Ավելա չէ մեր գյուղի մեջ։ Նորմալ դպրոց է։ Գույքը կա նորմալ սեղանաթոռ։ Հա։ Լավ է դասավանդում է, սպարզ ասեն, լավ դասատուներ են։ Լավ էլ դասատուներ են։ Ես ծնող եմ, ես չէի ուզի, որ իմ երեխան գնար Կաթնառատ։ Ես կուզեի տեղում դասի գար իմ երեխան։ Բայց երեխեքը ոնց են գնալու հասնեն խոսքի օրինակ սովխոզ կամ ինչ որ միտեղ սովորելու։ Ստեղ ավելի լավ չէր, որ մնար համ աշխատատեղ կլներ, համ էլ երեխեքը իրանց համար 4-րդ գյուղից պետք է գան, իջնեն ներքև սախ սովխոզ, գնան դասի։ Դե ոտքով են գնում հիմնական, տրանսպորտ էլ չկա։ Դուք այս դպրոցի կրթությունից գոհ եք, չէ՞։ Դասատուները նորմալ իհարկե, են։ Շենքը կահավորված է, ջեռուցումը կա, պայմանները նորմալ են։ Շենքը նայեցին, դե իրան գիտեին, որ դպրոցը փակվի, մենք շենքը ցույց տվինք, որ դպրոցը փակվելու է։ Իրանք ասին, որ դա նախակրթարանի համար չի համապատասխանում։ 15 երեխա ունենք 15 հատ նախակրթարանի համար։ 15 երեխա ունենք։ Հա։ Բայց շենքը չի բավարարում։ Նայեցին, մարզպետարանից եկան։ Ախր այս բնակավայրում միակ աշխատող հաստատությունը դպրոցն է, ուրիշ բան չկա, չէ՞։ Ուրիշ բան չկա։ Գյուղը պարապուրդի է մատնված, աշխատատեղ չկա, ակտիվություն չկա, հենա մի Բայց մեր գյուղի դասատուներն էլ մի 4-5 հատ դասատու ուրիշ տեղից են գալիս։ Չէ, բայց գյուղաբնակ դասատուները կան, չէ։ Չմասնակից։ Բա հիմա գյուղաբնակ դասատուներն էլ մնալու են անգործ։ Բա այդ մարդիկ թողելու են գյուղը գնան, բա ինչով զբաղվեն։ Դուք 4 երեխայի մայր եք, չէ։ 4 աշակերտ։ Այս տարի 5 կեղն է։ Այս տարի 5։ Առաջ Աստված հրաշալի։ Շնորհակալ եմ։ Այս դպրոցն էլ փակվում է սեպտեմբերի 1-ից։ Հիմա դուք կողմ եք, որ ձեր երեխաները ամեն օր հասնեն 4 կիլոմետր են կողքան։ Ոչ։ Կողմ չեմ, դեմ եմ։ Ես չեմ ուզում մեր երեխան գնա հասնի Կաթնառատ դպրոց, տրանսպորտ չկա, բան չկա։ Իմ ամուսին աշխատում art երկրում, ես չեմ կարող այդքան անեմ, մենակ մարդ եմ։ Կենցաղային պայմաններ կա, երեխեքը չեն մրսում, կրթության որակից գոհ են, դասատուները նորմալ կրթություն Մեր դասակները դասատուներն լրիվ նորմալ են, կրթությունը լավ է։ Ճաշարան կա, ամեն ինչով ապահովում են, սնունդով, ամեն ինչով էլ նորմալ է։ Բա ինչի են ըստ նման որոշում կայացրել, որն է պատճառը։ Երեխեքն են քիչ։ Քիչ է։ Երեխեքը քիչ են, բայց կրթության որակը կա, չէ։ Դասատու կա, չէ, գյուղում, այնպես չի, որ առանց դասատու եք մնացել։ Ամեն ինչ էլ կա։ Հիմա գտնվում ենք Այգեհատ գյուղում եւ մեզ համար բավական այսպես տխուր պատկեր է, որովհետեւ այս մեծ դպրոցը, որտեղ ժամանակին 200 աշակերտ է սովորել, հիմա շատ քիչ են, 12 աշակերտ։ Իհարկե, Այսինքն ամեն դասարանում ընդամենը 1 մոտավորապես 1-2 աշակերտ հիմնական դպրոց է։ Հասկանալի է, որ փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցում որակ ապահովելը շատ բարդ խնդիր է, բայց այս խնդիրը լուծումը պետք է դիտարկել ընդհանուր համաչափ զարգացման համատեքստում։ Մենք համայնքի բնակիչների հետ էլ առնչվում ենք, ցավոք հիմնականում նրանք խուսափում են տեսախցիկի առջև խոսելուց, այդ թվում նաև դպրոցների աշխատակիցները, ծնողները, բայց ընդհանուր մտահոգությունը, որը անցնում է կարմիր թելի պես շատ գյուղական համայնքներում, հատկապես այն գյուղերում, որոնց միակ դպրոցը պիտի փակվի, այն է, որ իրենք խիստ մտահոգված են գյուղի ճակատագրով։ Մի կողմից իրենք հասկանում են, որ դասարանում 1 կամ 2 աշակերտ չի կարող լինել, բայց մյուս կողմից նաև մտահոգ են, որ դպրոցի փակումից հետո գյուղը տարիներ անց կարող է պարզապես վերանալ քարտեզի երեսից, որովհետև եթե այդտեղ չեն մնում աշակերտները, եթե նրանց ծնողներն են տեղափոխվում, ավելի խոշոր
բնակչությամբ համայնք են գնում, ապա գյուղում այլևս անելիք չկա եւ դպրոցը այդ առումով համայնքաստեղծ կառույց է եւ շատ ափսոս է, որ մեր այս կոլորիտային գյուղերը, Ալավերդու տարածաշրջանի գյուղերը, Տաշիրը, որտեղ քիչ առաջ եղանք, դրանք բոլորը շատ կոլորիտային, շատ ինքնատիպ, շատ յուրահատուկ բնակավայրեր են, բայց ցավոք սրտի գյուղեր կան, որոնք այս պահի դրությամբ, այո, կանգնած են առնվազն իրենց դպրոցների, հետագայում նաեւ իրենց ընդհանուր առմամբ, իրենց այդ տեսքով աշխարհագրական անոնով վերացման եզրին։ Ու եթե այս պարագայում ինչ որտեղ կարող է հասկանալի լինել, որ գոնե ժամանակավորապես ենթադրենք կրթության հարցը լուծելը կարելի է տեղափոխման միջոցով անել, բայց այդ որոշման մոտեցումը, որ եթե 100 աշակերտից պակաս եղավ, ուրեմն այդ օպտիմալացնում են, այսպես ասած դպրոցը փակում են, սա ընդհանրապես ընդունելի չի։ Մենք 99 աշակերտ ունեցող որտեղ որ ենթադրենք հիմնական դպրոց է, որտեղ յուրաքանչյուր դասանում կա 9 աշակերտ, 8 աշակերտ, 7 աշակերտ, շատ նորմալ կարելի է կրթություն։ Եվ չես կարող համեմատել ամբողջ դպրոցում 12 աշակերտ ունեցող դպրոցի հետ, այսինքն ինչ ամեն դասարանում 9 հոգի լինի, ինչ ամեն դասարանում 1 հոգի լինի, եւ այդ համահարթեցված մոտեցումը բնականաբար կրթության ոլորտում խիստ անընդունելի է։ Մենք էլ կշարունակենք ուսումնասիրել հատկապես այս տարածաշրջանը, քանի որ այս օրերին այստեղ ենք, բայց ընդհանուր առմամբ սա Հայաստանի գլխին կախված շատ լուրջ եւ ծանր մարտահրավեր է եւ հատկապես սահմանամերձ եւ սահմանապահ բնակավայրերում։ Լորին այդպեսին չէ, բայց այստեղ էլ նոսր բնակեցված համայնքներ կան եւ շատ մեծ հարցական է դպրոցի փակումից հետո բնակչությունը կոմպակտ ձևով, առանց այդ էլ նոսր բնակչությունը կշարունակի մնալ այս գյուղում թե ոչ։ Մեր մտահոգությունը նաեւ նրա հետ է կապված, որ գյուղը ընդհանուր առմամբ ավանդույթի կենտրոն է, տրադիցիայի կենտրոն է, յուրատիպ մշակույթի կենտրոն է եւ դպրոցի փակումը, դպրոցը, որը համայնքաստեղծ նշանակություն ունեցող կառույց է, դպրոցի փակումը հենց այդ տրադիցիաները իր մեջ կրող օջախների մարմանն է տանելու, էս է մտահոգությունը։ Իսկ իրականում նաև այո սահմանամերձ գյուղերի պարագայում Սյունիքում 27 դպրոց միայն սահմանամերձ կարգավիճակ ունեցող գյուղերի դպրոցներ են փակվելու, այստեղ նաև արդեն ազգային անվտանգության խնդրի առաջ ենք մենք կանգնում։ Մարելու է նաև Լոռու ամենանշանավոր հին տրադիցիոն գեղեցիկ գյուղերից մեկի Արդվի դպրոցի լույսերը։ Մենք եղանք նաև այստեղ, զրուցեցինք ուսուցիչների հետ, գյուղացիների հետ։ Բոլորն էլ մեծ ցավով են դա արձանագրում, որովհետև իսկապես դպրոցի փակումը ել ավելի է քչացնելու գյուղի բնակիչների թիվը, ավելի են շատանալու գյուղից գնացող մարդիկ։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ շատ փոքրաթիվ աշակերտական համակազմով դպրոց պահելը դժվար է լինելու։ Դրա համար տնտեսական քաղաքականությունը պետք է տարվի առաջին հերթին այնպիսին, որ գյուղացու համար գյուղում մնալը, աշխատելը, արարելը լինի նաև շահավետ։ Արդվին Լոռու մարզի ամենանշանավոր ուխտավայրերից մեկն է, այստեղ գտնվում է մեր մեծագույն կաթողիկոսներից մեկի Հովհաննես Օձնեցու դամբարանը, եւ այն կարող էր նաև տուրիստական որոշակի գրավչության իմաստով դառնալ ակտիվ կետ, ինչն էլ կնպաստեր գյուղում աշխուժության բարձրացմանը։ Մենք արդեն որերորդ գյուղն է, որ այցելում ենք Լոռու մարզում եւ հատկապես Ալավերդու տարածաշրջանում եւ նույն պատկերն ենք տեսնում, շատ пассив կյանք եւ շատ փոքր թվով աշակերտական համակազմ եւ ուսուցիչներն էլ երկու քարի արանքն են։ Մի կողմից իրենք հասկանում են, տեսնում են, որ իրենց աշխատանքը արդյունավետության ամենաբարձր աստիճանի վրա չի, բայց մյուս կողմից այդ մարդիկ էլ իրենց աշխատանքն են կորցնելու։ Այո։ Եվ դպրոցը որպես համայնքաստեղծ կառույց դադարելու է գոյություն ունենալուց։ Հիմա գյուղաբնակ ուսուցիչը ինչ պիտի անի։ Քաղաք տեղափոխվի, մրցունակ չի լինի, գործը կկորցնի, վերջնարդյունքում կարտագաղթի, այսինքն սա շատ լուրջ ժողովրդագրական խնդիր է ստեղծում նաև։ Այո, եւ միևնույն ժամանակ դրախտավայր միջավայր, իսկապես, որ ճիշտ մենեջմենթի, ճիշտ կառավարման պարագայում ես համոզված եմ, որ հնարավոր է ծաղկեցնել։ Պարզապես պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել եւ տնտեսական եւ սոցիալական խնդիրներին։ Մենք հիմա Ալավերդուց դեպի Կաճաճկուտ ճանապարհին ենք, տեսնում եք ճանապարհի վիճակը, սա էլ դեռ գարնանային սեզոն է։ Պատկերացրու ինչ կկատարվի այստեղ ձմռանը։ Այո, այս ճանապարհը Աքորի գյուղը կապում է Կաճաճկուտ գյուղի հետ եւ Կաճաճկուտ գյուղի դպրոցը եւս փակման եզրին է կանգնած ու Կաճաճկուտի երեխաներին պետք է տեղափոխեն Աքորի
Այս ճանապարհի երկարությունը 7 կիլոմետր է, այսինքն 7 կիլոմետր ամեն օր երեխաները դպրոցի պետք է այսպես գնան ու գան այս բարդ տեղանքով ու ես չեմ կարող պատկերացնել ձմռանը հատկապես այդ տեղափոխման աշխատանքները։ Ճանապարհը ասֆալտապատ չէ, գրունտային է։ Այստեղ սեդաններով շատ դժվար է երթևեկել, միայն մեծ մեքենաներով, ամենագնացներով եւ կամ ավտոբուսով, եւ սա դեռ գարնանային սեզոն է, մարտ ամիսն է, այսինքն ձնհալից հետո է, թեև սարերի գլխին ձյուն կա, բայց կարելի է պատկերացնել նոյեմբերից մինչեւ փետրվար ինչպիսի եղանակային պայմաններ եւ ինչպիսի անանցանելիություն է լինելու այստեղ ու պարզ է, որ շաբաթներով երեխաները ուղղակի ֆիզիկապես չեն կարողանալու այդ 7 կիլոմետրը կտրել հասնել հարևան գյուղի կամ հարևան բնակավայրի դպրոց։ Ես ուղղակի պատկերացնել, ասենք ծնողի հոգեվիճակը անհանգստություն ապրելու այդ պահը, երբ որ իր առաջի կամ երկրորդ, երրորդ, չորրորդ դասարանի երեխային ուղարկելու է այս հեռավորության վրա, ինչ ստրես է ապրելու նա երեխայի հետ կապված, գնացին, ոնց գնացին, երեխեն հիվանդացավ, երեխեն ինչ-որ բան ուզեց, ինչ-որ բանից նեղվեց, դասերը շուտ ավարտեց, պիտի նստի սպասի, մինչև բոլորը ավարտեն, որ գյուղի ավտոբուսով հետ գան։ Ու պարզ է, չէ՞ ինչ է լինելու։ Մի քանի ամսում, այո, մի քանի ամսում կամ 1 տարում ընտանիքները բոլորը տեղափոխվելու են, ասելու են մեզ ավելի հարմար է, որ գնանք խոշորացված ամայնք, կամ այլ բնակավայր, այնտեղ միգուցե անգամ տուն վարձակալեն, բայց իրենց երեխայի կրթության հարցը լուծեն, ինչպես մեր ժողովրդին բնորոշ է դա։ Դպրոցը 100-ից ավելի աշակերտ է ունեցել։ Այսօր իհարկե քիչ են, բավական քիչ են։ Մենք շրջում ենք տարածքում փակվող դպրոցներն ենք նկարում։ Իմացանք, որ Կաճաշկուտի դպրոցն էլ է փակման եզրին։ Փակման եզրին, մենք էլ ենք փակման եզրին։ Ամենաշատը որ թվերին է, որ աշակերտ է ունեցել դպրոցը։ 72-73 ունեցել ենք մոտավորապես 220 աշակերտ։ 220 աշակերտ։ Իսկ հիմա ունենք ընդամենը 27 աշակերտ։ Ընդամենը 27։ Առաջին դասարան կա։ Առաջ դասարանում ենք 5 աշակերտ։ Բայց էլի ամեն դեպքում տանելի է, էլի։ Բայց ունենք հիմնական դպրոցա, չէ՞, ոչ, հիմնական դպրոցա։ Հիմնական դպրոցա։ Դասատուները ստեղացի են։ Դասատուները մի մասը ստեղացել, մի մասը քաղաքից են գալիս։ Դասասենակները բավարար չի։ Մի սենակը տվել են մանկապարտեզին։ Նախակրթարանին։ Հա։ Առաջներում երկկոմպլեկտ դասաներ, իսկ հիմա այս նոր որոշումով մի աշակերտով մի դասան ունենք։ Ուրեմն դասաների քանակը քիչ է, 2 դասան պակասում է։ Ուղղակի հարմարեցված տակի սենակներում բանում դասավանդում ենք։ Իսկ մարդիկ ինչ են մտածում այդ կապակցությամբ։ Մարդիկ մտածում են, որ կարող է գյուղից քոչենք, տեղափոխվենք գյուղից։ Ու գյուղը վերանա, հա? Գյուղը վերանա։ Գյուղը անասնապահական կարող է ծերերը մնան թոշակառուները։ Մինչև նա իրանց կյանքի վերջը կմնան։ Երիտասարդները մեծ մասը ձգտում են տեղափոխվել։ Ոչ թե ձգտում են, այլ տեղափոխվում են։ Գյուղում հիմնական աշխատանք չկա, գյուղատնտեսական մթերքները արժեք չունեն։ Այս ճանապարհը փակուղի է, չէ՞։ Այսինքն վերև գնացող էլ բնակավայր չկա։ Վերև գնացողը մեր սարևն է։ Հա։ Որ սար են գնում ժողովուրդ։ Գոնե ասենք բան էլ ներ, ուրիշ բնակավայրեր լինեին ճանապարհի վրա, շարժելներ մի քիչ գյուղի մեջ, չկա փաստորեն։ Չէ, ուրիշ բնակավայր չկա, սարն են գնում, սարերով կարեն գնան պրիվոլնի։ Դժվար կլի։ Ոչ մեկն էլ իր 5-6-7 տարեկան երեխին չի դնի ավտոմեքենայի մեջ վտանգ է էլի, մանավանդ ձմեռվա սեզոնին, այստեղ եթե ձյունը սառացել է, ճանապարհը վտանգավոր է։ Այսինքն երեխեքը շաբաթներով դասի չեն գնա, էլի։ Իրանք ասում են ինչ-որ նորմալ դպրոցներ կլի, լաբորատորիաներով, բանով ամեն ինչ նորմալ, բայց այո, երեխեքը չեն գնա։ Բայց այն մի հոգանոց դասարաններում, ասենք ուսուցիչը կարա աշակերտի տունը գնա պարապի, չէ՞ էլի։ Հա, դե կարա գնա, բայց չի գնա։ Որ այդ մի աշակերտն է, սողա այն վերևի տունն է։ 22-3 կիլոմետր վերև։ Վարի լանջնա։ Գեղեցկանց 2 կիլոմետր։ 2 կիլոմետր, հա։ Գյուղի մեջ մի ծայր է։ Ոայ, քեզ ո՞նց։ Ծերի 2 կիլոմետր։ Ձորի մեջի գյուղ է։ Ինչով են Վիլիսով իջնում են դասի։ Չէ, ոտքով է գալի երեխա էլի։ Ոքոլում։ 3, այդ տանից 3 աշակերտ ունենք։ Եթե մեկին 1000 դրամ տանասեն գնան դեղուարի, չի գնա։ Վրաստանում մաթեմատիկայի ուսուցիչ կա, ու այդ սովորել ենք։ Հա։ Մաթեմատիկային ինչ գյուղեր։ Մի աշակերտով դպրոց են պահում, մի աշակերտով Վրաստանում։